Բարի լույս սիրելի հեռուստադիտող, Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, նշանակում է նաև ժամանակն է խոսելու թատրոնի մասին, ինչպես մենք սիրում ենք։ Քանի որ փետրվարի 23-ին եւ 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ կբարձրանա Բլոկադա նոր ներկայացում։ Եվ հենց այդ ներկայացման մասին էլ զրուցելու ենք մեր հյուրերի հետ։ Բեմադրող ռեժիսոր Սեդրակ Կոճամանյան, բարի լույս, պիեսի հեղինակ Անի Մաղաքյան եւ դերասան Բորիս Մելքոնյան, բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Բլոկադա ներկայացման մասին ենք խոսելու, չեմ ուզում որպեսի շատ փակագծեր բացվեն, բայց այո, արդեն սինոպսիսը կարդալով մոտավորապես հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Նախ Անիից ուզում եմ ճշտել եւ հասկանալ, որքան էլ նման ընտանիքներ գիտենք, որ բլոկադայի օրերին եղել են, բայց հետաքրքիր է, արդյոք հենց մի ընտանիքի նախատիպ է վերցված, թե հորինված պատմություն է սա։ Սա հորինված ընտանիքի պատմություն է, ոչ հորինված իրավիճակում։ Բլոկադան տեղի ունեցել ոչ վաղ անցյալում, ես դեռ շատ թարմ եմ մեր հիշողությունների մեջ եւ վստահ եմ, որ յուրաքանչյուրը ով կնայի, մարդիկ ովքեր վերապրել են բլոկադան, մարդիկ ովքեր կողքից են հետևել, վստահ եմ նույն ապրումներն են ունեցել, նույն զգայական դաշտում են եղել, ինչ որ մեր հերոսներն են ներկայացման մեջ։ Եվ հետաքրքիր է սցենարը գրելուց միջև բեմադրություն սցենարը երբ որ գրում էիք, անի բառերը, որը պետք է ընտրվեն դիպուկ, բայց չլինեն շատ խոցելի, ինչ ձևաչափ եք գտել սցենարը գրելու դեպքում։ Պիեսի վրա աշխատանքը շատ բարդ է եղել իրականում, հատկապես որ սա իմ գրած երկրորդ պիեսն է ընդհանրապես եւ առաջինը, որը բեմ կբարձրանա, այս հարցում շատ ինձ օգնել է Սեդրակը։ Կարելի ասել բառարվար անցել ենք գրածից վրայով, որպեսզի եւ զգայունությունը թողնենք եւ ճիշտ մեր ասելիքը տեղ հասցնենք եւ միևնույն ժամանակ մի քիչ փորձել ենք խղճալով մոտենանք հանդիսատեսին, որովհետեւ շատ ծանր թեմա ենք վերցրել, ծանր իրադարձություն ենք վերցրել եւ ծանրությունից խուսափել չէր լինում, շատ բարդ աշխատանք է արվել իրականում եւ մի քիչ վախ ունենք մեր մեջ այդ ծանրության տեսանկյունից։ Եվ որն է եղել խնդիրն ու շեշտադրությունը Սեդրակին էլ նաև այս հարցը կուղեմ, ցույց տալ հայի ուժեղ տեսակը, թե ինչպես կարողացավ դիմագրավել բոլոր փորձություններին, վերհառնել, կրկին եւ շարունակել ապրել, թե նայում ենք բոլորովին այլ տեսանկյունից։ Եկեք սկզբից կարծում եմ դա ավելի հիմնական կարելի է այդպես վերլուծել այս ամենը, չէ։ Իրականում գաղափարը, մտահոգացումը ներկայացման պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն է, մեր բոլորի սիրելի չի, որը մի ոլորտի եւ ինչու ոչ հանդիսատեսի կողմից էլ է հետաքրքիր, որ հումորային պրոյեկտներով հայտնի Արմենը Պետրոսյան ինչա կատարվել իր հետ, որ այս ամենը չմտածել։ Մի գեղեցիկ գարնանային առավոտ ես եւ Արմենը Պետրոսյանը իր հետ զրուցելիս քննարկում ենք մեր քաղաքում կատարվող ներկայացումների մասին ու ես այսպեսի մի ֆրազա ասացի, հիշում եմ, ասում Արմեն պետք է մի բան անել, որը շուկայում չկա։ Արմենը մի անգամից ասաց այդ ամեն ինչը պետք է լինի արցախցիների մասին ու պատմեց ինչ որ նկարահանումների ընթացքում անընդհատ երբ տաքսիով երթևեկում է քաղաքում հանդիպում է արցախցի վարորդների, որոնք իրենց լքված են զգում այս քաղաքում կամ ոչ հարազատ։ Այդտեղից հիմա ուզում եմ գալ հասնել ինչ է ասելիքը։ Երկար քննարկեցինք իրար հետ եւ այլն, հետո դե մտածեցինք սցենարիստներից ով կարող է լինել կանգ առան կազմի վրա եւ այլն։ Այդտեղ չեմ ուզում խորանալ, հետո կասեմ մեր ամբողջ խնդիրը ես կարծում եմ ասելու համար հետեւյալն է, որ երբ արցախցին համարի, որ Երևանն էլ այո տունը, երևանցին էլ համարի, որ Արցախն է իր տունը, այդ ժամանակ հողը մեր ոտքի տակ ամուր կլինի։ Ինչը մենք դարեր շարունակ դա, ինչ ասեմ, 10 կիլոմետրի վրա նույնիսկ այդպես չենք մտածել, դա մեր ազգային բնութագիծն է եւ դրա դեմն պետք է առնի։ Այդ դրա մասին է խոսում, ասելիքը դա է ներկայացնում։ Եվ ընդհանրապես շատ մենք բաժանող ենք, անգամ Երևանի թաղամասերով իրար բաժանում ենք, այո, շատ լավ միտք եւ գաղափար է վերցված։ Դերասան Բորիս Մելքոնյանը ներգրավված է, ուզեմ մյուս դերասանական կազմի մասին խոսել, որից հետո Բորիսը իր դերի մասին խոսի։ Հիմա դրանք ասում ես։
Ես մի փակագից բացում նաև Անի հետ աշխատելու պահով դա Անի երկրորդ գրած պիեսն էր, բայց այս տեսակ պիեսը, այս տեսակ ռեժիսորի հետ, որը առաջի վարկյանից եւ պրոդյուսերի առաջին վարկյանից արդեն կառույցը տրվում է եւ այլն, դա սահմանափակում է յուրաքանչյուր ստեղծագործողի, որը Անին այդ ամեն ինչը շատ գրկաբաց ընդունեց, դրա համար շնորհակալ եմ նրանից, մի հատ եմ շնորհակալություն հայտնելու, ինչու, որովհետեւ այդ բառ առ բառ վրայից անցնելը ոչ միայն սցենարիստներ, այլ առհասարակ ստեղծագործող մարդիկ ամբիցիաներ ունեն, մի տողմի ստորակետ բարևը ասում ես ողջույն, մեկ ասում են ինչու ես ասել այդպեսի բան, իսկ Անին ընդհանրապես այդպեսի պահվածք չի ունեցել, ասեմ ավելին, բաներ կա, որ ես երկու շաբաթ փորձեր ընթացել են, պատահաբար Անի հետ խոսելիս ասել եմ Անի, ես կտորը հանել եմ ընդհանրապես կամ բերել եմ, ու այդ վստահությունը, որ թե պրոդյուսերի կողմից, թե սցենարիստի կողմից կա իմ նկատմամբ, դրա համար ես անչափ շնորհակալ եմ։ Այսպես ասեմ, սցենարի միտքը Արմենին Պետրոսյան, Անիի հետ միասին մի հատ երկրորդ միտք է ստեղծվել, խմբագրված։ Հետո այդ ամեն ինչը, այդ ստեղծված սցենարը երբ եկել է արդեն փորձերի մեջ, դերասանների մեծ բանը կա, այսինքն լեզվամտածողությունից սկսած մինչև օրգանիկա, ու այդ ճկունությունը, այդ ոնց ասեմ, իրար հասկանալը, դեպի մի հորիզոն քայլելը, եթե չլիներ այս բոլորի մոտ, դուք հավատացեք, ես ներկայացում այսքան շուտ չէր դեմ բարձրանա, որովհետև կարող էր լինել այնպիսի խնդիրներ, ասել չէ, ես ես չեմ գրեն, ասել ես ես չեմ մտածում։ Մի խոսքով հիմա այս նավի ղեկը իմ ձեռքն է եւ դերասանների եւ պատասխանատու ամենայն դեպս նավի անձնակազմի մասին նաև կասենք, այո, կասենք։ Դերասան կազմը Մարջան Նավետիսյան, Շանթ Հովհաննիսյան, Վաչեն Երիցյան, Մարիամ Ալեքսանյան, Բորիս Մելքոնյան եւ Էլենա Գևորգյան, բեմանկարիչները Գարեգինը Եվանգուլյան, երաժշտությունը Արտեմը Վալտեր, հրաշալի երաժշտություն է գրել, զգեստների ձևավորողը Մարինեն Թադևոսյան, պրոդյուսերը նաեւ Սոֆիան Ղուլյան, որ արմատներով արցախցին է, Շատ ամուր թիմ է հավաքվել։ Այո, ձեր կուլիսներից այն կողմ լիք մարդիկ են աշխատում, որոնք հիմա ասեմ չեմ հիշելու։ Ամենայն դեպս դերասանական կազմը այսպես։ Անի, հետաքրքիր է, ունեցել եք շփում արցախցիների հետ, թեկուզ ոչ ուղղակիորեն ներկայացման հետ կապված, այլ նրանց հոգեվիճակը հասկանալու, յուրաքանչյուր իրավիճակում գուցե որևէ դրվագ վերցնելու, խոսք վերցնելու նրանցից։ Իրականում կյանքի բերումով ես 2 տարի ապրել եմ Շուշիում իմ ընտանիքի հետ եւ արցախցիների հետ կապը այսպես թե այնպես շատ ամուր ա եղել միշտ եւ պատերազմի ժամանակ եւ բլոկադայի ժամանակ անդադ կապ կար ընկերների հետ, ծանոթների հետ։ Իհարկե որոշ բաներ մնացել են, նստվածք են տվել ոչ իմ անձնական ապրումների, այլ իմ ընկերների ապրումներից։ Ինչ վերաբերում է հենց պիեսում ինչից եմ օգտվել, ինչ նյութերից, բնականաբար ցանկացած գործի ժամանակ ինչ որ research ես անում, փորձեր ես անում ինչ-որ բան գտնելու, կա podcast YouTube-ում, ցավոք հիմա երևի թե, այո, այնտեղ արցախցիներ են հյուր գալիս ու մի քանի թողարկում լսեցի ու կա դրվագ, որ ես շատ կուզեմ, օրինակ իրենք անպայման պիեսը նայեն ու կհասկանան, թե որ դրվագի մասին է խոսքը, որ իրենց հյուրը պատմել էր ու ես դա շատ փոքրիկ այդպես դիալոգով օգտագործել եմ պիեսի մեջ։ Իհարկե շատ եմ լսել, շատ հարցազրույցներ, շատ զրույցներ այդպես, Իսկ բարբարային դրվագներ կան ներկայացման մեջ։ Բարբարային դրվագներ կան, բայց Սեթոն երևի այդ մասին ավելի։ Բայց եկեք նաև Բորիսին խոսք տան, Բորիսը թող իր կերպարի մասին պատմի, դերի մասին։ Իմ կերպարի անունը Հայկ է։ Նա երիտասարդ տղա է, որը մասնակցել է պատերազմին ու ավարտելուց հետո ամեն ինչ արել է, տարբեր, այսպես ասած, մախինացիաներ, որպեսզի չտեղափոխվի Հայաստան, մնա Արցախում։ Պատմությունը կայանում է այդպես, հետո գալիս են իմ կերպարի քույրը եւ քրոջ ամուսինը, որպեսզի ինձ տանեն Երևան ու այդ գիշեր բլոկադան սկսվում է, արդեն մնում ենք այնտեղ։ Կասեք այս աշխատանքը, այս դերը ձեր համար ինչով առանձնացավ, ինչ-որ բան միջև այլ կարծիք ունեիք, փոխվեց, կա յուրահատկություն այս դերում։ Դերի մասին
հենց դերից չէ, բայց Կերպարից։ sense մի հատ բան կատարվեց, որ դե բնականաբար ինչքան էլ խոսենք, ինչքան էլ չգիտեմ, այս ամեն ինչի մեջ լինենք, մեկը մինչև վերջ չենք հասկանա, բայց ընդհանուր պիեսից ասեմ, որ մի փոքր երևի ավելի շատ հասկացա, թե ինչա կատարվել այնտեղ, հա, այդ բլոկադայի ժամանակ պատկերացրեցի, հասկացա բառը սխալ է, որովհետև հասկանալ մեկը չի ստացվի, եթե այնտեղ չես եղել։ Ինձ թվում է այդ առումով էլ ներկայացումը շատ կարևոր ասելիք ունի, որ թեկուզ մենակ են որ մարդիկ գան ու տեսնեն ու մի փոքր զգան, մի փոքր պատկերացնեն այդ ամենը ինչա կատարվել այնտեղ, ոնց են մարդիկ այդքան ժամանակ ապրել ու ինչ ապրումներ են ունեցել, դա էլ շատ մեծ բան է։ Կերպարը շատ ուրախ եմ, որ եւ շնորհակալ եմ, որ վստահված է նման կերպար, մի քիչ վախենալու է պատասխանատվության առումով, որովհետեւ թե այդ կերպարը, թե ընդհանուր թեման այնպեսին է, որ դժվար է էլի մոտենալ այդ թեմային, ահա որ պատասխանատու, որովհետև չգիտեմ, եթե այլ ներկայացումներում մի բան կարա չստացվի ուղենք, մի բանը կարա ինչ լինի, մի բան կարանք թերանանք, այստեղ ավելի շատ ես վախենում, որ կթերանաս, որովհետև չի կարելի, չգիտեմ։ Եվ նման կերպարներ կերտելու դեպքում ոչ միայն ասելիք ես փոխանցում, այլ կարծում եմ յուրաքանչյուր դերասան ինքը հա բնավորության որոշակի շերտեր է բացում, իր հույզերն է կարողանում եւ բացահայտել եւ կառավարել եւ հասկանալ ինչպես կվարվեր ինքը նման իրավիճակում։ Դե Նաեւ բարձրությունը կայանում է դրանում։ Հա, չէ, ինքը շատ բարդ է, որովհետեւ ցանկացած իրավիճակ, նենց իրավիճակ է, որ չես էլ կարող պատկերացնես, էլի, եթե չես եղել, ես չեմ եղել այդ իրավիճակում, որտեղ իմ կերպարն է գտնվել ու մի քիչ այդ էլ է բարդություն, օրինակ ես Սեթոյի հետ շատ ենք փորձերի ժամանակ խոսում, ես ինչ խաղում եմ, ինձ այդ ամեն ինչը կեղծ է թվում, ինձ թվում է, որ չէ, դե տենց չի եղել, ուրեմն սենց չի, անդադ խոսում ենք, ինքնից հանգստացնում, չէ, լավ է, այդքան մի անհանգստացի, բայց մեկ այդ բանը կա, որ ես տրավմաբանորեն երբ որ մոտենում եմ հարցին, ես գիտակցում եմ, որ դե Եթե չեմ ապրել, ուրեմն վերապրված է։ Չէ, ամեն դեպքում դերասանական արվեստը նենց է, որ հիմնականում այս բաները ես խաղում, որ չես ապրել, բայց այս թեման է, որ կերպարի սրբությունից է գալիս։ Ահա, երևի շատ Կերպարի սրբությունից, որտեղ սիմվոլիկա է ինքը, անընդհատ Բորիսը դեք ոնց որ այնպես սրբության չի ուզում կպնել։ Իսկ ես ասում եմ Ամենդ կարող ես չէ, ես լիովին չզգալ, բայց այս դեպքում վախենալու պատասխանատվության մասին, հա, որը չգիտեմ ինչքանով եմ արդարացնում, թե չէ, բայց հեսա էլի կասի չի, ես սկսեցի։ Բայց տեսնենք։ գովեք Բորիսին, որ ինքնավերի ոգևորվի, այո։ Եղավ գովում եմ։ Չէ, իրականում գիտեք ինչպես է դերասանական կազմում գալու համար, ասեք այնտեղ մեգա էմոցիոնալ դերասաններ են ընդգրկված։ Մարջան Ավետիսյան, Շանթ Հովհաննիսյան, մի սերունդ, որոնք ունեն, գիտեք, դժվար է այդ տեսակ դերասաններին օգտագործել բեմին, օգտագործել վատ իմաստով չեմ ասում։ Ու ինչ-որ մի բան, որպես ռեժիսոր զգաս, որ այդ մաքսիմալ էներգիան չես, մաքսիմալ ունակությունները չես օգտագործել, որտեղ այդպես բախտ մեկ-մեկ ավիճակ։ Հետո Վաչեն ու Մարիամ ավելի սերնդակից են, Բորիսը փորձ ունի, բայց ավելի ինքը հայտնի է որպես կադրի մեջի դերասան, Էլենան ընդհանրապես նոր հայտնությունը, որ ես վստահ եմ ներկայացումից հետո կինոների փորձ ունի, բայց ես ներկայացումից հետո մի այլ կարգի եմ սիրել ու այս 3 սերունդին միասին միտեղ ունենալը ու իրենց մեջ պահել հավասարակշռությունը, որտեղ տեսեք ես ներկայացումը հերոս չունի, բոլորը հերոս, բոլորը ոչ սև մարդ կա, ոչ սպիտակ, կերպար կա, որ սպիտակ սկսում է սև վերջացնում, սև չէ, ավելի մոխրագույն է վերջանում, կերպար կա, որ սևը սկսում է ու դառնում է վերջում սպիտակ, շատ բարդ է ու շնորհակալ եմ ես շատ Մարջանից, Շանթից, Վաչեից, Մարիամին ահա որ շատ տանջել եմ, Էլենին ու Բորիսին մի այլ տիպի տեղեր կա, որ ասենք ինչ-որ մի խորհուրդ է տալիս դերասանները, մանավանդ ավելի երեց դերասանները, արագ ինձ ասում են, բայց կներես էր, ասում չէ, ասեք ժողովուրդ, ասեք, որ մոտենա ես դպրոցներում։ Իսկ մնացած գործերի դեպքում եք դուք այդքան բաց ու լսող դերասաններին, թե այս գործը կարծես մի փոքր ստիպում է։ Այս գործում ավելի քիչ եմ լսել, իրական։ ավելի խստապահանջ Ավելի խստապահանջ եմ եղել, որովհետև տեսեք ես դեռ երբ չէի հայտնվել Հայաստանում,
ավելի դրամա գործերի ռեժիսոր եմ եղել Պարսկաստանում, պարսկական իրականության մեջ եւ այլն։ Երևանյան պայմաններ ինձ պարտադրեցին գնալ դեպի կոմեդիա, բայց սա իմ սկզբնաղբյուրն է։ Հաջան։ Շատ ուրախ ազգ են կոմեդիա, շատ ինքսի։ Որովհետեւ դա խուրեն դրամ ենք ընտրում անընդհատ։ Ու սա այն թեման է, որ թե գաղափարապես, թե լիքը հարցերով եկեք չբացեմ ձեր ժամանակն եմ խլում, բայց ինձ համար էլ ասել, ես ոչ մի ներկայացման վրա այսքան երկար չեմ աշխատել, այսքան պատասխանատու չեմ եղել, փառք Աստծո, սա առաջին ներկայացումն է, որի մեջ ես պրոդյուսեր չեմ, շատ լավ է, շնորհակալություն Լենչին եւ Սոֆային եւ Արութին ստալու համար, ամենայն դեպս ես այլ։ Ես Անին մի հարց ունեմ, Անի, իրականում որքան էլ դառը կամ դժվար ինչ-որ պատմություններ վերցված լինեն, խոսք ու զրույցի ընթացքում չի կարող միայն տխրություն տիրել, կոմեդիայից խոսեցինք եւ սցենարի կանոնները եւ բեմի կանոններն են, չէ՞, թելադրում, որ տեղ-տեղ պետք է հանդիսատեսին բաց թողնել, ինչ ձևաչափով է այդ պահը պահել, այսինքն հումորով, թե իրավիճակով։ Բնականաբար ի սկզբանե է խնդիրը այդպես դրված եղել, որ մենք չենք փորձելու զորով արդյունք կորզել ու անընդհատ նեղել, լացածնել հանդիսատեսին, չէ, մենք պահում ենք շատ մարդկային փոխհարաբերություններ բեմի վրա եւ հումորային դրվագներ կան խոսքով արտահայտվող եւ իրավիճակային հումոր կա, այնպես որ շատ տարբեր էմոցիաներ են լինելու, շատ հետաքրքիր է լինելու այդ առումով, տատանումները շատ են եւ այդ ավելի ամրացնում է իհարկե պիեսը որպես գործ եւ ներկայացումը ընդհանուր առմամբ, որտեղ լաց, այնտեղ ծիծաղ։ Կյանքի օրենքն շատ կներեք մի հատ բան հարցրեցիք իսում Ջեյմս Յոսյան ուղեղը գնաց ուրիշներ կներեք։ Բարբարների մասին խոսեցինք։ Ուրեմն մենք այնտեղ բնականաբար ունենք արցախցի ընտանիք, որը 3 սերունդ ու նաև այս կողմը մենք արցախցիների վրա ասեմ այսպես պիեսը տվեցինք, սարքեցինք արցախցիներին արցախերեն։ Հետո այդ մտավախությունը եկավ, որ սա բոլորի համար պետք է հասկանալի լինի, հետեւաբար մենք բարբառը օրինակ Դեդոյի կերպարի վրա պահել ենք ավելի շատ, որը շանթի կերպարը, հետո Մարջանին ավելի քիչ, Էլենինը ավելի քիչ, արցախցիները երբ խոսում են իրար հետ փորձում ենք մաքսիմալ հասկանալի բոլորին հասկանալի արցախերենով, դա արցախերենով ասում ու լեզու այն կարծիքով։ Այդպես է, հետո անընդհատ բան անում, ավելի քչանում է։ Այդ պետք է անենք, որովհետև Արցախը իմ կարծիքով յուրաքանչյուր հայի պատմությունն է։ Ինչքան էլ որ բլոկադան արցախցիների հետ եղել, բայց իմ կարծիքով աշխարհի յուրաքանչյուր անկյունում ինչ հայ կա, այդ ինքը իր անձնական պատմություն ունի Արցախի հետ։ Մինիմում մենա կամ շատ տխրել է Արցախի բավ, կամ շատ ուրախացել է դրա հաղթանակով եւ այլն, ու այդպես պետք է նայել։ Իսկ կերպարների մեջ բոլորը Արցախից են, արցախցի են, թե Երևանից էլ կան, որպեսզի հասկանանք։ Չէ, մի մասն են Արցախից, տունը որտեղ կատարվում են իրադարձությունները Արցախցու տուն է, իր բնակիչներով եւ հյուրերով, ովքեր կյանքի բերումով այնտեղ հայտնվում են Երևանից։ Շատ լավ, որից ձեր կերպարից արտահայտություն կամ միտք, որը երբ ասում են բլոկադա, երբ ասում են այս ներկայացումը, ձեր մտքին գալիս է օրինակ։ Արտահայտություն գուցե։ Անգիստ վարեսենար։ Դե դա ուզում ասեմ, որ կամ արտահայտություն, բայց չեմ ուզում հիմա ասեմ, որ ասա երևի Դեդոյի արտահայտությունն է, բայց ես վերջին տեսանում ունեմ դիալոգ, որտեղ դա կրկնում եմ եւ շատ եմ սիրում այդ արտահայտությունը, ես ասում եմ, որ նո այսպես ասած ցիտում եմ Դեդոյին կերպարներից մեկին ու ասում եմ խոսք եմ տալիս, ասում եմ խոսք եմ տալիս Երևանում դուք ձեզ օտար չեք զգա, Դեդոն ասում էր չէ, այդ ժամանակ հողը մեր ոտքի տակ ամուր կլինի։ Այ ինձ թվում է ամենա դրա մասին ընդհանուր իմ ներկայացումը։ Այո, դրանով սկսեցինք, այո, եւ մի այսպեսի հարց, եթե իսկապես ասելիքը հաղորդագրությունը པարզ է, ինձ հետաքրքիր է թե արդյոք որոշակի լուծումներ կամ ուղղություններ նաեւ առաջարկվում են ներկայացմամբ։ Մենք հասկացանք խնդիրը, որ պետք չէ տարանջատել, երբ Արցախցին այո, այստեղ են զգա իրեն ինչպես տանը, այդ ժամանակ հողը ամուր կլինի։ Առաջարկվում են որոշակի ճանապարհներ։ Ասեմ, որովհետեւ Անին մենչին տանջել եմ այս բողոք, ես եմ հասարակ։ Տեսեք, ես այն ճաշակի հետևորդ եմ թատերական իմաստով, որ հրապարակախոսություններ պետք չեն ներկայացման մեջ, առհասարակ։
մենք ով ենք, որ բեմում ինչ-որ բան առաջարկենք, մենք պատմությունն ենք ցույց տալիս, որպես արվեստով զբաղվող մարդիկ, յուրաքանչյուր մարդ իրեն է վերցնում, շատ կարևոր, շատ մանր գիծ կա, շատ մարդիկ հիմա մեր հասարակության մեջ կան, որ համարում են Արցախը վերջացած թեմա, ըստ իս այդ մարդիկ այդպես չեն, ուղղակի դա պաշտպանողական ձև չկա տենց մարդ իմ կարծիքով, չկա տենց հայ, որ մտածի Արցախի թեման վերջացած է, որտեղ Արցախի թեմա ինչու եմ ասում, որտեղ իմ կարծիքով Արցախը հարց չի, Արցախը հայրենիք է, որ ասում են Արցախի հարցը ֆազերից գցում են, այսինքն ինչ հարց, առհասարակ մենք լուծումը, արտահայտությունը լուծումը իմ կարծիքով։ Դուք խայծը տալիս եք մտորելու։ Իհարկե, հա, ով ինչպես ապրել է, իր ինտելեկտի, իր միջավայրի եւ այլնի համեմատությամբ, առհասարակ այդ ներկայացումները, որ վերջում հերոսը ինչ-որ մոնոլոգներ է ասում եւ դասերակում է հանդիսատեսին եւ այլն։ Հա, չէ, Շեքսպիրից բաց ես մեկ ներկայացումներ կա վերջում ու գիտեք ինչա ժողովրդին որ մեղավոր են հանում բեմի բան ներկայացման վերջում միշտ ասում են այդ ցավները տանեմ էս ժողովուրդ են ձեզ սարքել այսպեսին ոնց ինչպես եք ձեզ ցույց տալիս իրենց ինչ-որ բան սովորեցնել կարող է դասախոս եք համասարանի կամ ինչ-որ բան ներկայացում են ցույց տալիս այդքան Ներկայացումը ոչ դասեր տալու մասին է եւ ոչ էլ անհատների կարծիքների մասին է թիմը աշխատել է նույն ալիքի վրա մենք բոլորս ունեցել ենք մեր մոտեցումը այս պատմությանը, բայց ներկայացման ասելիքը համընդհանուր է եւ անժետելի մի հատ ճշմարտություն է, որ հայը անկախ իր բնակության վայրից, բարբառից եւ նույնիսկ անկախ այլ հայացքներից, կյանքի հանդեպ մոտեցումներից եւ այլն մնում է հայ եւ տարանջատում դնել այդ որակներով սխալ է։ Եվ ցանկացած տեղ հայը եթե բացում է հայի դուռ, ուրեմն ինքը իր տան։ Մեր ասելիքը դա է։ Հիանալի ասելիքով ներկայացում, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում եւ այս ներկայացումը ոչ միայն Հայաստանում, ինձ թվում է նաեւ դրսում պետք է տարբեր երկրների հայերի մոտ ցուցադրվի, որովհետեւ այնտեղ են շատ տարանջատումներ ունենում։ Հաջողություն ենք մաղթում ամսի փետրվարի 23-ին եւ 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կլինի բլոկադա ներկայացումը։ Ես էլ հիշեցեմ, որ մենք Բարև երկիրն էինք եւ զրուցում էինք ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի, պիեսի հեղինակ Անի Մաղաքյանի եւ դերասան Բորիս Մելքոնյանի հետ։ Շարունակեք մնալ մեզ հետ։